Եկեք խոսենք Bitcoin-ի մասին, ինչա խիաստեղծվել ու ընդհանրապես ինչի գոյություն ունի։ Լավ, ուրեմն Bitcoin-ը ինչ է։ Bitcoin-ը ինքը առաջի թվային արժույթն է, որը որ ստեղծվել է 2008 թվականի գմփոցից հետո, երբ որ հիպոթեկային շուկան մեռավ։ Ինչի համար դա տեղի ունեցավ, որովհետև բանկերը ամբողջ ու մասես փող էին տալիս առանց հասկանալու, առանց որևէ բանի, էդ էլ իսկ պատճառ դարձավ, որ Woman մեկը կոչված Սատոշի Նակամոտո, մինչ օրս տեղյակ չենք թե ով է, որոշեց, ասեց լավ, եկեք մի հատ ռևոլյուցիա անենք, բանկերին եկեք սենց հավաքենք ու զիբիլը նետենք, որովհետև բանկերն են սաղ համը հանում, մենք մարդիկ ինչ ենք ուզում, A կետից B կետ, ես Հրանտին ուզում եմ փող փոխանցեմ, Հրանտը ուզում է Անին փող փոխանցի, Անին ուզում է տատուն փող փոխանցի, չեն ուզում բանկերին տեղյակ պահեն, լավ, դրա համար ստեղծվեց այս Bitcoin կոչվածը, ինչ ունենք, այս պայդրությամբ 3 տրիլիոն market cap կապիտալիզացիա ունի, որը որ շատ մեծ է, ինքը նույնիսկ արդեն Amazon-ից մեծ է իր կապիտալիզացիայի տեսանկյունից, ինքը ուրեմն 21 միլիոն հատ Bitcoin է ստեղծվելու, երբևէ որ ստեղծվելու է Bitcoin-ը, լինելու է 21 միլիոն, ոնց է ստեղծվում Bitcoin-ը ու ինչի համար է հասել 100 պլյուս հազար ու ինչի համար է, որ Bitcoin-ը պոտենցիալ կարա մինչև 3 միլիոն դոլարի հասնի, 10 տարի անց, բայց կարա հասնի, որովհետև ինքը սահմանափակ է, նույնիսկ ոսկին անդադ հանքերում բան քանդում են, բաներում գտնում են նոր ոսկի եւ այլն, որը որ անդադ շուկա մտնում է, Bitcoin-ի տեսանկյունից չկա, 21 միլիոնից ավել չի լինելու, եկեք բացատրեմ ոնց է աշխատում, կա կոչված halving ու կա կոչված mining, halving-ը ինչ է իրենց ենթադրում, որ ամեն 4 տարին մեկ Bitcoin-ի supply-ը, այսինքն ինչքան Bitcoin որ ստեղծվում է 4 տարվա ընթացքում բաժանվում է երկուսի, հալալ կես է լինում, ինչի համար, որովհետև ինչքան հասնում է դեպի 21 միլիոն, այնքան քիչ Bitcoin-ը արտադրվում, օրինակ, 2009 թվականից մինչև 2012 թվականին ամեն 10 րոպեն մեկ մի հատ բլոկ էր բացվում, որը որ մեջը 50 հատ Bitcoin կար, լավ, ու այս բլոկերը մայներներն են, հատուկ ալգորիթմ եւ այլն մշակում են, հատուկ ինչ-որ մաթեմատիկական լուծում են տալիս, որպեսզի այս blockchain կոչվածը Bitcoin-ի մի հատ ոնց որ բլոկ է բացվում, այդ բլոկի մեջ կա 50 հատ Bitcoin, ավելի շուտ կար 50 հատ Bitcoin, 2009 թվականից մինչև 2012-ը 50 հատ Bitcoin ամեն 10 րոպեն մեկ ստեղծվում էր, 12 թվականից սկիզբվեց ու դարձավ 25 հատ Bitcoin, որից հետո 16-ին 12.5 Bitcoin էր, 20 թվականին 6.25 Bitcoin էր եւ անցյալ տարի 3.125 Bitcoin-ը ամեն 10 րոպեն մեկ ստեղծվում, այսինքն ինչքան 4 տարին գնա, այնքան կրճատվելու է կեսով, ու ինչքան կրճատվի կեսով, այնքան քիչ է շուկա մտնելու, այնքան պահանջարկը շատ ալնելու ու տրամաբանորեն բարձրանալու է գինը։ Զուտ այդ մակարդակով կարանք հասկանանք, որ քիչ է պամիդորը, սենց ասած, ու լիքը մարդ է, սոված ուզում է պամիդոր ուտի, սալաթ է ուզում սարքի պամիդորով, քիչ է, եթե քիչ է, ինչ է, թանկանում է։ Զուտ այդ տրամաբանությամբ պետք է հասկանանք, որ ինչի է Bitcoin-ը բարձրանում, 21 միլիոն հատա peer-to-peer-ը պարզապես ստեղծվել է, որպեսզի բանկերին ճամփենք, լավ, halving-ը այն բանն է, որ զուտ կրճատվում է, իր արժեքը բարձրանում է, մայներներն էլ այն մարդիկ են, ովքեր որ հատուկ ծրագրերով, կոմպյուտերներով եւ այլն փորձում են հասկանան ոնց ալգորիթմը դզեն փչեն, որպեսզի reward ստանան, այսինքն մի հատ բլոկ բացվի ու այդ բլոկից իրանք Bitcoin ստանան։ Ես անձամբ Bitcoin-ի հետ շատ մեծ խնդիր եմ ունեցել։ Խնդիրս շատ մեծ էր, որովհետև Bitcoin-ը երբ ստեղծվեց, օգտագործվում էր հիմնական մաֆիաների մեջ, կանտրաբանդա, կրիմինալ եւ այլն այն գումարներ, որ ես անդադ տեսնում էի, որ A կետից B կետ փող են փոխանցում ու կրիմինալը տեղի է ունենում։ Դրա համար ես երբևէ չեմ ներգրավվել կրիպտո շուկայում, Bitcoin չեմ առել, մինչև այն պահը, որ
Ճապոնիան որոշեց, որ ես օֆիցիալ հայտարարում եմ սա գումար G7-ի անդամ, այսինքն top կառույցներից մեկը G7-ի, ու այդ պահն էր, որ ինձ համար ասեցի լավ, պոեզը շարժվեց, որովհետև միջև այդ պահը ես անընդհատ հույս ունեի, որ Bitcoin-ին ինչ-որ ձևով ուղղակի ջախջախելու են, բայց նույնպես այդ ժամանակ չէի հասկանում blockchain-ն ինչ է, ու եթե հասկանայի blockchain-ն ինչ է, տրամաբանորեն կմտածեի, օքեյ, սա անհնար է ջարդել, որովհետև blockchain-ը նշանակում է հազարավոր, միլիոնավոր կոմպյուտերներ բոլորը այդ նույն ինֆորմացիան պահում են, ու որպեսզի ջարդեն Bitcoin-ը, կոպիտ ասած պետք է գտնեմ բոլոր այն կոմպերը, որը որ այդ զապիսը ունի Bitcoin-ի բոլոր տրանզակցիաները 2008-9 թվականից մինչ օրս, որպեսզի ջարդվի։ Բայց ունենք այն ինչ ունենք, այս պայծրությամբ Bitcoin-ը բավականին հետաքրքիր է, արդեն կոնտրոլի է ենթարկվում այդ կրիմինալի կտորը, չնայած էլի բարդ է։ Զուտ ուզեցի իմ պատմությունը մի թեթև պատմեմ, թե Bitcoin-ի հետ կապված ինչ խնդիր եմ ունեցել, բայց էլ չունեմ։